հայրենիք չեսնել բանա, չէ, ես այդ ոնց է ստացվում, ես քաղաքացի չեմ, ես ասենք Հայաստանայցով պաշտպան։ Ես կարծում եմ, որ 2 կամ 3 սուբյեկտ կա, որ կարա դրա պատասխանը տա։ Դա առաջին իրավապահ մարմիններն են։ Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, ես վստահ եմ իրանք կգործեն։ Եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, արձագանք են։ Երկրորդ սուբյեկտը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Իրանք ես 3 շատ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր որ աջակցության խոսքեր էին գրել ինձ, իմ նկատմամբ այդ հարձակումից հետո ես կարծում եմ, որ նույնիսկ ընդդիմադիր ամենածայրահեղ ընդդիմադիր կայքերի մեկնաբանությունների մեջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր գնահատականը տվել է։ Երրորդ սուբյեկտը, դա արդեն իմ կուսակցությունն է, եթե իմ կուսակցությունը կգտնի, որ չէ, չի քննարկվել, եթե ինչպես Նարեկը հարգելի ասեց, որ ինչ որ խախտում է, չի, եթե իմ լսեք, ես գիտեի, չէ, որ դուք ստեղ եք։ Ես նայում եմ, եթե Ավինյանից էիք հարցնում, Սասուն Միքայելյանից էիք հարցնում, ես գիտեի, չէ, որ մոտենալու եք։ Ես կարելի չէ վաղը գա իրիկ ու ուժ գայի կամ խուսափել։ Ես որից է խոսափել։ Ես թվում է ես անընդհատ 5 հոգի խոսացածի դեպքում արի քննարկել։ Ես եմ շորտը վերջացնի, ասա շորտը։ Կուսակցությունը ամեն դեպքում ինչ-որ որոշում կա, քննարկվի կուսակցությունը։ Չգիտեմ, չէ, նման տեղեկություն չունեմ, ես որևիցե բան չեմ կարող ասել։ Այսինքն ավելի զերոք պետք է լինի որպես ազգային ժողովի նախագահի զուսպ պետք է ես ձեզ պատասխանեցի, հերիքա, մեզ դեմ տակ, այդ դուք դաշտոնյա եք, դուք ազգային ժողովի նախագահ եք, այս հերիքա, եսի պատասխանատար, իսկ դուք ձեր զսպվածությունը, դուք ձեր գնահատականը, ձեր զսպվածության, ձեր մեր հետ շփվելու գնահատականը տեսել եք, ես հերիքա այդ դեմ տակ, և համարեք, որ կարելի է ալենին, մյուսին, ամեն ինչ բանալ չի լինելու, ես ասել եմ, որ որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը, մեր կանոնագրքի, մեր, չգիտեմ, օրենքի նկատմամբ հարգանքի, որևիցե մեկը թող չխաբնվի, ու կրկնում եմ, սա քաղաքական միավորի կողմից կազմակերպված սադրանքեր, այդ կուսակցության, չգիտեմ անունը, ես իմ տեսեք նույնիսկ անունը չգիտեմ, կազմակերպված, հանգստացի հետ 3 օրդ կասես, մի մոռացի, բանան, 3 օր ես քեզ կհիշեցնեմ, ուրեմն իրան կազմակերպել են եւ տեղի ունեցել են, ինչ-որ տեղի ունեցել, այլ բան հանգա չկա, գալա գնամ քաղաք, մի րոպե, մի հատ տենան 3 օր ինչ ասում, հետո ասեմ, անպայման քո հարցին կպատասխանեմ, 3 օր ծնողները ազգային ժողովի հենց դիմաց են, մոտ ձեզ են պահանջում, ավելի ձեզ անգամ գրություն են ուղղում, ինչու հենց 3, ձեզ չէին զեկուցել ձեր աշխատակիցները այսքան թիկնազորը, ես մտածում եմ ավելի կարող եք եզրակացնել, տվեք ավարտել, կարող ենք եզրակացնել, որ դուք հատուկ հայտնի ոտքով որոշեցիք իջնել և անձամբ սադրել։ Չէ, չեք կարող, որովհետև նախ ինձ որևիցե մեկը չի պահանջել, երբ որ ժամանակին, ես ձեզ չեմ ընդհատել, կարող եմ պատասխանել, երբ որ ծնողները անհայտ կորածների բարեկամները ժամանակին ճանապարհ էին փակել, ես եմ եղել այն մարդը, որ իջել եմ, անկախ նրանից, իրանք իմ անունը չեն տվել, ինչ տեսքով կանգնեք, շնորհ ինձ տեսնել։ Անկախ նրանից, որ իրանք իմ անունը չեն տվել, ես գնացել եմ, խնդրել եմ իրանք ճանապարհը բացել։ Դրանից հետո ես 2 լսում եմ կազմակերպել եւ 6 ժամ մոտավորապես այդ լսումները տևել է։ Ներկա են եղել ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ, ընդդիմադիր պատգամավորներ։ Ես իրենցից ոմանց հետ հեռախոսակապի մեջ եմ։ Իմ գրասենյակը իրենցից ոմանց նաև աջակցում է եւ խոսում է իրանց հետ եւ խոսացել։ Ես չեմ իմացել, որ այդտեղ մարդ է եղել հավաքված, երբ որ մոտեցել եմ, այո, իմ բանը կարելի է վերջացնել։ Դու ուզում ես իմ հետ վիճես, թե ուզում ես ես քո հարցին բայ։ Եթե եւս մեկ անգամ ստում ես դու, ես կընդհատեմ հիմա։ Ես դրա մասին իմացել եմ, երբ որ մոտեցել եմ արդեն եւ ոստիկաններին տեսել եմ, հարցել եմ իմ անվտանգության աշխատակիցներին, բա ինչի է, որտեղ նիստերը ավարտվել էր։
հարցել եմ, ասել եմ, իսկ ինչի են մարդիկ հավաքված, եւ վերջի վերջո քո ասացի խնդրեմը կայանում է նրանում, որ ես ընդհանուր չեմ ունեցել այդ մարդկանց հետ։ Ես ընդհանուր եմ ունեցել, ինձ մոտեցել է կուսակցական, մոտեցել է մեկ այլ կուսակցական եւ սեռական բնույթի հայհոյանքներ ասել։ Այդ մարդկանց եւ այդ կուսակցականների մի նույնացրու եւ պնդի, որ ես դրա մասին իմացել եմ։ Միգուցե կարող է ենթադրել, կարող է մտածել, որ կա, բայց այն մարդիկ ում հետ որ այդ դեպքը եղել է, դրանք որևիցե կապ չունեն ձեր ասած Պարոն Սիմոնյան, ներողություն։ Թեև դուք հիշում եք, որ այդ պատին ահա ձեզ դեմ չտանք այս հանրային պաշտոնների եւ այլն, բայց դուք որպես պաշտոնյա ազգային ժողովի նախարար դուք ավելի հանդուրժող պիտի լինեք ըստ էության։ Մենք իհարկե չենք անընդունելի է հայհոյանք, որ ձեր նկատմամբ հնչեցվել, դա չենք արդարացնում, բայց դուք ազգային ժողովի նախագահ եք եւ ձեզ պետք է հիշեցնեմ նաեւ ձեր գործընկերոջ Վիլեն Գաբրիելյանի հետ տեղի ունեցած միջադեպը, որ նույնաբովանդակ սկանդալի կենտրոնում է հայտնվել եւ նա պատգամավորական մանդատ ավարտեցիք, ես առավել քան հանդուրժող եմ եւ ես վստահ եմ ձեզանից որևիցե մեկը չի կարող եւ նույնիսկ աշխատանքի ընթացքում շատ հաճախ ավելի քիչ հանդուրժող եմ, քան կարա լինի։ Եվ ես արդեն պատասխանեցի, որ այդ գնահատականը ընդդիմադիր լրատվամիջոցները չէ, որ պետք է տան եւ փորձեն ինչ-որ իրավիճակից բան։ Այդ գնահատական ասի կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կտա հարգելիս։ Ես ուզում եմ հասկանամ դա նույնպես SMS-ով եկած հարցած է ձեր SMS-ով Ես շնորհակալություն